Բարև ձեզ, հարգելի մասնակիցներ, հարգելի հյուրեր, համալսարանի շրջանավարտներ։ Այսօր մեր քննարկման խորագիրն է ինչպես մտածել հայերեն, լեզվի զարգացման արդի հիմնախնդիրները։ Բնականաբար արդեն այս խորագիրը հուշում է, որ շատ լայն մի տիրույթի հետ գործ ունենք եւ նաեւ մեր ժամանակն էլ խիստ սահմանափակ է, ունենք 1 ժամ եւ նաեւ դրանով պայմանավորված, որպեսզի մեր բանախոսները ավելի շատ ժամանակ ունենան արտահայտվելու, միանգամից անցնենք քննարկմանը, ես նախ ներկայացնեմ բանախոսներին Հայաստանի Հանրապետության լեզվի կոմիտեի նախագահ Սիրանուշ Դվոյան, ԵՊՀ դասախոս, լեզվաբան Հասմիկ Ճիվանյան, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի գլխավոր տնօրեն, արձակագիր Գևորգ Տեր Գաբրիելյան եւ Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս եւ նաեւ Մատենադարանի ավագ գիտաշխատող Անի Շահնազարյան։ Հարցերը փորձել ենք ձևակերպել այնպես, որ հնարավորինս մոտ լինեն մեր բանախոսների եւ անձնական հետաքրքրություններին, նախասիրություններին եւ նաեւ մասնագիտական փորձին ու հետազոտությանը եւ կուզեի սկսենք մի փոքր ավելի լայն հարցից, Հասմիկ Ջիվանյանին եմ ուզում ուղղել այս հարցը, քանի որ ձեր մասնագիտությունն է, լեզվաբանությունը ավելի լայն ընդգրկուն ուրեմն թեմայով կարող ենք սկսել, թե ընդհանրապես ինչպիսի կապ կա լեզվի եւ մտածողության միջև եւ բնականաբար կապենք այսօրվա թեմային լեզվի եւ հայերեն մտածելու, հայերեն մտածողության միջև, եթե կցանկանաք նաեւ անդրադարձ կատարել վերջին թարմ հետազոտություններին, շատ ավելի լավ հասկանալու համար, թե ինչ նվաճումներ կան այս ոլորտում։ Խնդրեմ։ Շնորհակալություն Ավետիք։ Նախ երևի սկսեմ մի թեթև ներկայացնել այն գիտությունը, որը ես եմ ներկայացնում, որով ճիշտ է, հա, միկրոֆոնի ձայնը լսվում, ես հարցակարգ եմ լսում, որովհետև այն գիտությունը, որտեղ ես եմ բավական երիտասարդ գիտությունը եւ այն ինչ Հայաստանում ընկալվում է լեզվաբանություն անունով, մեծապես տարբերվում է ժամանակակից արևմտյան լեզվաբանությունից շատ հաճախ, ուրեմն լեզվաբանությունը այսօրվա ֆունդամենտալ տեսական գիտություն է, ի հակադրություն բանասիրական լեզվաբանության, որը ավելի լեզվի մասնագետներ է պատրաստում, այդ առումով ես այն միշտ հարցնում են ինչ լեզու գիտես, ինչ լեզվի մասնագետ ես, սա դրա մասին չէ, ուրեմն սա տեսական գիտություն է եւ որպես այդպեսին իսկապես հենց այն գիտությունն է, որը ուսումնասիրում է մարդու, թե ինչպես է մարդը լեզուն օգտագործում իր մտածողական, ճանաչողական, շատ ավելի լայն իմաստով եւ ի վերջո հաղորդակցական նպատակներով, այսինքն հենց սա է այն գիտությունը, որտեղ գիտականորեն ուսումնասիրում է լեզու եւ միտք կապը մինչև իսկ նեյրոֆիզիոլոգիական իմաստով եւ ավելի լայն ասած ճանաչողական իմաստով։ Այս տեսանկյունից եթե նայեմ, ես կուզեի սկսել անդրադառնալուց այս պանելի վերնագրին, որը ի սկզբանե ինձ ավելի շատ խանգարեց, ինչպես մտածել հայերեն, փորձեմ գիտական վերլուծել այս ասույթը, որտեվ այս հարցը, որի ֆոկուսը, որի առաջին կետում ինչպես հարցն է, բայց հետնաբեմում, հա, sense background-ում մի հատ պրեսուպոզիցիա կա, այսպիսի լեզվաբանական տերմին ինձ թույլ տամ, կարծում եմ սա օգտակար տերմին է բոլորիս համար, այսպիսի ենթադրույթ կա, որ անվիճարկելի է համարվում, որ մենք մտածում ենք հայերեն։ Հիմա եթե կազմաքանդեմ այս հարցը, մեկը նրա մասին է, որ մարդը մտածում է լեզվով, եւ այդ մյուսը նրա մասին է, որ հայը, հայերենի լեզվակիրը մտածում է հայերենով։ Ու նոր փորձենք հասկանալ արդյոք սա գիտական հիմք ունի։ Լեզու միտք կապը իսկապես լեզվաբանական գիտական ինչպես ասացի ուսումնասիրությունները վերջին 100-ամյակում շատ բազմաշերտ ուսումնասիրում են այս թեման եւ ի վերջո ընդհանուր պատկերն այն է, որ այո, մարդը որպես homo sapiens, որպես տեսակ մտածում է լեզվով, եթե ոչ միայն, ապա հիմնավորապես լեզվով, լեզուն մտածողական գործիք է։ Իդ հակադրություն երկրորդ մասի, որը շատ ավելի վտանգավոր թակարդային բանաձևում է եւ որի վրա ես կուզեի ուշադրություն հրավիրել ու առաջարկել ավելի զգույշ լինել, այն, որ մենք մտածում ենք հայերեն, որպես հայախոս։ Սա չի կարելի ասել, որ գիտականորեն հիմնավորում ունի, եւ սա շատ կարեւոր է, որովհետեւ կար գիտության մեջ մի փուլ, երբ որ իսկապես այս պնդումը գիտականորեն համարվում էր ընդունելի,
եւ ի վերջո շատ ծայրահեղական ընդཐུպ մինչեւ ռասիստական ինքը հետեւությունների բերեց, այնպես որ այսօր տեսական լեզվաբանները փորձում են տար համոզել, որ ոչ ազգային լեզուն չէ, որ ձևավորում կամ սահմանափակում է մեր մտածողությունը, եթե իհարկե մենք փորձենք մեր մտածողությունը չսահմանափակել ազգային լեզվով, որտեղ լեզու ասելով նկատի ունեմ այդ լեզվով քարացած հանրային դիսկուրսները, որոնք ի վերջո քիչ շատից քարացած են եւ սահմանափակ են, առավել եւս այնպիսի փոքրականակ եւ փակ հասարակությունում, ինչպիսին մեր հայ հասարակությունն է։ Այդ իմաստով ինձ թվում է ես հարցը կվերաձևակերպեի, ինչպես մտածել հայերենը կհանգեցնեի, ինչպես մտածել հարցի, որը շատ ավելի գլոբալ եւ ավելի բարդ հարց է, եւ այսօր առավոտվանից բոլորս խոսում ենք այդ մասին, որ մեծ խնդիր ունենք հասկանալու ինչպես մտածել, ինչպես սովորել, եւ այս ճանապարհին ինչպես մտածելու, ես կարծում եմ, որ ոչ միայն հայերենին միջոցով պիտի մտածենք, այլ նաեւ եւ հատկապես այլ լեզուների միջոցով պիտի թույլ տանք մեզ բացվել դեպի համամարտկային մտքի շրջանառություն, այնպես որ օտար լեզուների իմացությունը այստեղ մենակ կօգնի մեր չսահմանափակվել հայերենով, որպեսզի ի վերջո մեր միտքը չլճանա եւ չսահմանափակվի։ Եվ մյուս կողմից ուրեմն ինչպես մտածել հայերենը կվերաձևակերպեի վերջո ինչպես խոսել հայերեն, որը իրավամբ հիմնավոր մեծ թեմա է եւ վալիդ հարց է որպես այդպիսին։ Սա իհարկե երևի մի քիչ այլ թեմա է բացում։ Եթե փորձեմ կարճ այս վերջին հարցից ձևակերպման անդրադառնամ, կարծում եմ ամենամեծ խնդիրը, որ ես զգում եմ հայկական հասարակությունում, հայերեն լեզվի հետ կապված, հայերենով խոսելու հետ կապված, այն է, որ մենք հայերենը շատ քիչ է զարգացրել, շատ թույլ է զարգացրել այն միջանկյալ շերտը, որը գրական, ոսկեղենիկ, այդ նորմատիվ կանոններով, օրենքներով, գիտելիքներով կաշկանդված, ծանրաբեռնված ռեգիստրի եւ հակառակը խոսակցական, անկաշկանդ, բնական, սպոնտան այդ ռեգիստրի մեջտեղում է գտնվում։ Այս խնդիրը շատերս ենք զգում եւ այս խնդիրը ամենօրյա մարդու առօրյա գործունեության ու մտածողության մեջ մեծ դեր է կատարում, որովհետեւ թույլ չի տալիս մեր ինքնաարտահայտումը եւ մեր մտածողությունն ու հաղորդակցական կարիքները բավարարել ազատ եւ անկաշկանդ լեզվով եւ մասամբ սա գալիս է մեր լեզվի հանդեպ կռապաշտական վերաբերմունքից, որովհետեւ լեզու ասելով մենք հիմնականում հասկանում ենք հենց այդ գրական, գրավոր լեզվին հատուկ ոսկեղենիկ հայերենը, որը ի վերջո մշակված կանոնների, մարդկային մշակված կանոնների ամբողջությունը ի տարբերություն բնական լեզվի, որը կենթանի օրենքները եւ շատ ավելի դինամիկ ու ճկունություն է ենթադրում, որը պիտի նպաստի մեր մտածողությանը։ Այդ առումով կարծում եմ միջավայր հանդիսատեսների մեծ մասն երևի բանասերներ կլինեն, մեր բանասերներից վրա շատ ավելի շատ է դրված այդ մտահոգությունը լեզվի հանդեպ ճիշտ վերաբերմունք ձևավորել եւ լեզուն չկաղապարել միայն գրական լեզվով, այլ թույլ տալ, որ լեզուն շնչի, սնվի նաեւ այն ցածր, այսպես ասած, ռեգիստրներից, որը մենք շատ հաճախ գրեհիկ եւ երկրորդադասում ենք, հաղորդակցական լեզվից այդ թվում, ինչպես նաեւ իհարկե օտար լեզուներից, այսինքն տաբուներ պիտի չլինեն, որովհետեւ մեր առաջնային նպատակը լեզվի հետ գործ ունենալուց լեզուն չէ, այլ միտքն է։ Իմ բոլոր մտքերը ինձ թվում է ես այս բանաձևի տակ եմ ի վերջո ներմուծում, որ լեզուն լեզվի մասին չէ, լեզուն մտքի մասին է, լեզուն ծառայելու է, կոչված է ծառայելու մտքին, հետեւաբար լեզվի հետևում պետք է նախ պահանջը լինի գրագետ միտքը, ու երբ որ մենք հոգ տանենք մեր մտքի մասին, լեզուն կհետևի դրան, այնպես որ ավելի շատ մենք հակառակ միտումն ունենք, ավելի գերհոգացություն ենք ցուցաբերում լեզվի հանդեպ, լեզու ասելով էլ այդ նեղ սահմանափակ գրական լեզունի նկատի ունենք, ես կուզեի որ ավելի հանգիստ թողնեինք լեզվին, թողնեինք ինքը շնչեր, հաղորդակցվեր այլ լեզուների հետ եւ իր ներքին այլ շերտերի հետ եւ փոխարեն ավելի շատ հոգ տանեինք մտածելու մասին եւ հատկապես բանասիրական ոլորտներում սա շատ ավելի լուրջ խնդիր է։ Շնորհակալություն։ Շատ չէ։ Մեկ լսվում է։ Մի փոքր այլ ուղղության գնանք, հետո էլի կվերադառնանք խոսակցական լեզվի հարցերին, ուզում եմ Անի Շահնազարյանին հարցը ուղղեմ թվային տեխնոլոգիաների մասին։ Առաջին բանը, որ մեր մտքին գալիս է, հատկապես այս վերջին 1-2 տարվա զարգացումներով պայմանավորված արհեստական բանականությունն է, բայց վստահ եմ, որ դա սիրողական մոտեցումն է այն մարդկանց, ովքեր այդ ոլորտի մեջ չեն։ Թվային տեխնոլոգիաները վստահաբար շատ ավելի լայն ու ընդգրկուն բանի մասին են, կխնդրեմ, որ դրան անդրադառնաք, այդ թվային տեխնոլոգիաները ինչ դեր ունեն լեզվի ժամանակակից զարգացման փուլում եւ միգուցե նաեւ ինչ մարտահրավերներ են բերում իրենց հետ։
Շնորհակալություն հարցի համար։ Նախ ասեմ, որ մի նոր գիտություն է զարգանում աշխարհում 90-ականներից սկսած, ոչ թե գիտություն, այլ գիտակարգ, որը կոչվում է թվային հումանիտար գիտություններ։ Միգուցե մեր հանդիսատեսը տեղյակ չէ այդ գիտության մասին, բայց շատ արագ է զարգանում։ Հակիրճ ներկայացնեմ, թե ինչ գիտակարգ է եւ ինչով են զբաղվում այս գիտակարգի գիտնականները։ Ուրեմն այս գիտակարգը միավորում է թվային գիտությունները եւ թվային գործիքները եւ հումանիտար միտքը։ Ինչ է դա իրենից ներկայացնում, այսինքն թվային տեխնոլոգիաների եւ մեթոդաբանության միջոցով մշակվում եւ վերլուծվում է հումանիտար գիտելիքը, առաջ բերելով նոր մոտեցումներ, նոր մեթոդներ, նոր միտք, այսպես ասած։ Եվ ցավոք մեզ մոտ առաջին քայլերն են արվում, այդքան զարգացած չէ եւ շատերը տեղյակ չեն, բայց շատ անհրաժեշտ է, որ տեղեկանան եւ հասկանան ինչ մեծ այսպես անելիքներ կա այս բնագավառում։ Ես մի փոքր ներկայացնեմ, ինչ է իրենից ներկայացնում, ենթադրենք դասական, ավանդական առումով վերլուծությունն ու մշակումը եւ ինչ է իրենից ներկայացնում այդ թվային գործիքների միջոցով վերլուծությունը։ Նախ այն է, որ մենք արդեն թվային տեխնոլոգիաների միջոցով գործ ունենք ոչ թե ենթադրենք գրականության մեջ մեկ գրքի հետ, այլ մեծ դատայի հետ, big data-ի հետ, մեծ տվյալների հետ, եւ ահա այդ մեծ դատաների միջոցով նախ մշակվում է տեքստը, հետո երկրորդ փուլում արդեն վերլուծվում է ըստ գործիքների։ Իմ օրինակը կարող եմ բերել միջնադարյան տեքստերի օրինակով, որովհետև մատենադարանում եմ աշխատում եւ թվային տեխնոլոգիաները կիրառում եմ միջնադարյան ձեռագրերի վրա, ասեմ, որ մի քանի տարի առաջ կարող էր երազանք լինել, որ ենթադրենք ձեռագրերի ուսումնասիրության համար մենք ունենայինք ձեռագիրը որպես նկար եւ ձեռագիրը որպես տեքստ, բայց ահա այս գիտությունը այդ հարցը լուծել է եւ հիմա մենք ունենք OCR եւ HDR համակարգերը։ OCR-ը դա օպտիկական գրանշանների օպտիկական ճանաչումն է, որի միջոցով փաստորեն մենք ունենում ենք տեքստերի գրային տարբերակները եւ շատ հեշտացնում է աշխատանքը, երբ որ դու ունենում ես ձեռագրերի, այն էլ 7 դար գրված ձեռագրերի թվային տարբերակը, բայց սա դեռ առաջին փուլն է, այսինքն միայն թվային գիտությունը չի զբաղվում տեքստերի թվայնացմամբ կամ օպտիկական ճանաչմամբ, հաջորդ փուլերում արդեն հատուկ գործիքների միջոցով այդ տեքստերը ամենատարբեր որակական, քանակական վերլուծությունների են ենթարկվում, եւ այս դեպքում մենք ունենում ենք տեքստերի նոր մեթոդաբանություն եւ տեքստերի նոր հարցադրումներ, որոնք եթե դասական տարբերակով ընթերցում ենք տեքստը, այլ պատկերացում ենք ունենում, իսկ այս քանակական եւ որակական հատկանիշների վերլուծության միջոցով լրիվ ուրիշ տեսլական ենք ունենում, լրիվ ուրիշ հարցադրումներ ենք ունենում, որը նպաստում է հումանիտար գիտելիքի զարգացմանը։ Եվ քանի որ հնարավոր առիթ կա եւ Երևանի պետական համալսարանում է այս բանախոսությունը տարվում, կուզենամ, որ մեր մայր բուհը իր առաջատար նպատակներից մեկը ունենա հենց այս թվային տեխնոլոգիաների լաբորատորիա ունենալու եւ այս նոր ուղղությունը զարգացնելու, որովհետեւ դրսում այնքան արագ է զարգանում, յուրաքանչյուր օր մի նոր գործիք է ստեղծվում հումանիտար գիտելիքի վերլուծության եւ դրա միջոցով արդեն մենք ունենում ենք փաստորեն լրիվ ուրիշ իրականություն։ Ունենում ենք այն, որ մենք դասական պատկերացմամբ մինչ այս օրը սովորել ենք, այսինքն գիրքը կարդացել ենք, վերլուծել ենք, ինչ որ եզրահանգումներ ենք արել, բայց այսօր փաստորեն ժամանակները փոխվել են եւ մենք ունենք երկրորդ տեքստի հնարավորություն, որը
մեր ձեռքի տակ չի գտնվում, այլ թվային տիրույթում է գտնվում եւ համապատասխան պետք է վերլուծվի ըստ թվային տեխնոլոգիաների եւ ստեղծվի թվային գիտելիք։ Սա կարող եմ շեշտել։ Շնորհակալություն։ Ուզում եմ վերադառնանք մեր առաջին բանախոսի հնչեցրած կարևոր մտքերից մեկին, որ վերաբերում էր խոսակցական հայրենի եւ գրական կամ ոսկեղենիկ հայրենի միջև եղած խզմանը կամ ավելի ճիշտ դատարկությանը, այսինքն դրանց միջև մի շերտ կա, որ պակասում է, կարող ենք ասել լեզվի միջին խավը չկա, եթե հասարակության հետ այդ անալոգիան անցկացնենք, եւ ուզում եմ այստեղ հարց ուղղել Գևորգ Տեր-Գաբրիելյանին, այն իմաստով, թե խոսակցական լեզուն ինչ փոխառնչություն ունի ժամանակակից գրականության հետ եւ բնականաբար ժամանակակից հայ գրականության հետ։ Այդ բանավեճը հին է, թե գրականությունը ինչ դեր պետք է ունենա, վերցնի ուղակի խաղարկի խոսակցական լեզվի կառուցվածքները, բառամթերքը, թե ինչ որ բան անի։ Այդ ինչ որ բանը հստակ չի ինչ պիտի անի, պետքա ֆիլտրի, պետքա ավելի ոսկեղենացնի, թե ինչ անի, այս հարցի շուրջ կխնդրեմ։ Շատ շնորհակալություն։ Այո, գլխավոր թեզերը արդեն հնչեցին եւ դա շատ հաճելի է եւ ինձ թվում է բավական հեղափոխական հնչեց Հասմիկի թեզերից որոշ մասը, չնայած էլի խոսակցականի ու գրավոր գրականի միջև տարբերության պես բոլորը գիտեն են ինչ Հասմիկը ասում էր, բայց պաշտոնապես դա գոյություն չունի այդ խնդիրը։ Հա։ Ես ասեմ իմ պատկերացումը, երբ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին գրավոր գրականի նորմավորված կոդիֆիկացված տարբերակը ամրապնդվեց, այն սկսեց ավելի խոսակցականից բաժանվել որոշակի պատճառներով, այստեղ ժամանակ չկա դա քննարկելու, բայց հետո եկավ խորհրդային միությունը եւ խորհրդային Հայաստանում գրավոր գրականը անմիջականորեն առնչվելով պաշտոնական լեզվի հետ իր մեջ ներծծեց նաև սուտը, երեսպաշտությունը, այսինքն ճիշտ ինչպես գաղափարախոսական առումով մեդիան էր արտադրում այն տեքստերը, որոնք արտադրում էր եւ դրանք փորձում էին կամաց ավելի շատ ձևակերպված լինել գրավոր գրականով, նույն կերպ եւ գեղարվեստական գրականությունը ստալինյան բռնաճնշումների գործընթացի արդյունքում դառնում էր ավելի ու ավելի երեսպաշտ, մակերեսային, սուտ էր ճառագում հիմնականում, այսինքն սովորաբար երբ խոսում ենք 20-րդ դարի գրականության մասին, հիշում ենք այն անունները, որոնք քիչ թե շատ որակյալ արտադրանք են ստեղծել, բայց պետք է պատկերացնել, որ հսկայական քանակությամբ գեղարվեստական տեքստեր են ստեղծվել, որոնք հիմա գրեթե չեն հիշատակվում, հա։ Ես նկատի չունեմ, որ հիմա եթե անուններ ասեմ, հենց այդ մարդիկ են, բայց ասենք Շահեն Թաթիկյան կամ Գևորգ Հայրյան եւ այլն, այսինքն կա այն հսկայական քանակությամբ տեքստը, որը արտադրվում էր ըստ սոցռեալիզմի, այսպես ասած, կանոնակարգի։ Եվ այդ անջրպետը ստեղծեց մի իրադրություն, որը շատ տիպական է հենց հոմո սովետիկուս հայի մտքի համար, հայալեզու մարդու, երկբևեռ իրադրություն, երբ ամբողջ սուտը նա ստանում էր դպրոցում, երեսպաշտ գրավոր գրական լեզվով, պարտադրված կամ թերթերից, իսկ կյանքը իրականում բակային կյանքներ իրար տփելը, ռասբիրատը եւ այդ ամբողջ ուրեմն իրական կյանքը, որին մարդը առնչվում էր։ Տեսեք ինչի է հասել։ Սովետից հետո այդ վիճակը չփոխվեց, ընդհակառակը նույնիսկ, որովհետեւ նորմավորվող գրավոր գրականը, այդ ոսկեղենիկը, այդ կոդիֆիկացված մեկընդմիշտ անհատների կողմից, ես անվանում եմ քրմերի կողմից, ինքը դարձավ այժմ արդեն ազգայնական գաղափարախոսության հենարան, եւ ինքը միշտ ծնուցվել է այն գաղափարով, որ պուրիզմը կարեւոր է, որովհետեւ եթե հայոց լեզուն հանկարծ այդ պուրիստական նորմավորմանը չենթարկվի, ապա կկորչի, որովհետեւ փոքր է, ժողովուրդը, երկիրը, պետությունը անընդհատ սպառնալիքի տակ են եւ այլն։
Իսկ մյուս կողմից իրական կյանքն է գոյություն ունի, բողբոջում, զարգանում եւ ուրեմն այդ խոսակցականի ու գրավոր գրականի միջև անջրպետը խորհրդային միության փլուզումից հետո ոչ միայն չփոխվեց, այլ խորացավ։ Ես այստեղ սոցիոլինգվիստիկ ինչ-որ իմաստով մեկնաբանություն եմ տալիս, որովհետեւ կարևոր է հասկանալ, որ դա եւ մտածելուն է խանգարում, եւ ստեղծում այն երկբևեռ մարդուն, որի համար ճիշտը սխալ է, հա, իսկ սխալը ճիշտ է, որը թույլ չի տալիս հասարակությանը նորմալ ֆունկցիոնալության մեջ լինել։ Տեսեք ուր է հասնում, ես հիմա չգիտեմ սա որ դասարանի դասագրքից է, որովհետև նկարն եմ ստացել Facebook-ով, բայց ինչ որ մի դասարանի դասագրքից չգիտեմ էլ երբ է տպագրվել, բայց սա միակ դեպքը չէ։ Մի կաթիլ մեղրը դու մի ասիլ մեկը մեկից այսքան մոտիկ սահմանակից այս գյուղերը հարկ են տալի ամեն մինը մի արքայի, սա Հովհաննես Թումանյանն է։ Ինչպես է դասագրքում։ Դու մի ասա մեկը մեկից այսքան մոտիկ սահմանակից այս գյուղերը հարկ են տալիս ամեն մեկը մի արքայի։ Այսինքն այդ տենդենսը պուրիզմի ենթարկել, նույնիսկ Հովհաննես Թումանյանի տեքստերին է վերաբերում։ Այո, դա հենց ցենզուրայի շատ որոշակի ձև է, մտքի ցենզուրայի ընդ որում։ Հիմա գրողները հենց խորհրդային միության փլուզումից էլ առաջ եւ հետո փորձել են որոշ գրողներ ինչ որ առանձին ընդվզումներ են եղել այդ վիճակի դեմ։ Եվ ամեն գրող հիմա մտածում է հենց այն մասին, ինչ Ավետիքը ասաց, այսինքն ինչպես զուգակցել։ Ամեն գրող չէ, բայց բոլորը ով մտահոգվում են այս հարցով, ինչպես զուգակցել։ Տեսեք մի օրինակ մեր Մարինե Պետրոսյանից, որը հայտնի է որպես գլխավոր ջատագովներից մեկը, որ A գրվի, ոչ թե E գրվի, գրավոր գրականում, գեղարվեստականում, ահա նրա տողը արձակից, ոչ իր բանաստեղծությունից, կարեկցիր թույլին եւ մի խփիր, ինքը մեղավոր չի, որ թույլ է։ Սա տիպական օրինակ է, թե ինչպես է միավորվում, որովհետեւ կարեկցիր թույլին եւ մի խփիր բացառիկ գրական գրավոր գրական է, հաջորդ մասը նախադասության, ինքը մեղավոր չի, որ թույլ է, խոսակցական է։ Պիտի լիներ նա մեղավոր չէ, որ թույլ է։ Ընդ որում խնդիրը է, որ առաջին մասը չես էլ կարող խոսակցական լավ դարձնել, որովհետև կարեկցիր բառը խոսակցականում շատ հազվադեպ կհանդիպի։ Մի ուրիշ օրինակ էլ տամ, որովհետև մենք գալիս ենք նրան, թե ինչի է պետք, հա, խոսակցականը գեղարվեստականի մեջ մտցնել, որովհետև գեղարվեստականը ի վերջո ցույց է տալիս կյանքը, այն մասերը կյանքի, որոնք սովորական կյանքում գուցե այդքան չեն երևում, այսինքն դա զուտ արտացոլքը չի։ Եվ այդ առումով ինչքան ավելի հեռու է կյանքի լեզվից, այնքան միայն դա չէ իհարկե գեղարվեստականի, հա, հատկանիշը, բայց ինչքան ավելի հեռու է կյանքի լեզվից, այնքան անկենդան է։ Այսինքն այն նույն անկենդանությունը, որ ես զգում էի խորհրդային վերջին տարիների շատ գրողների արտադրանքից, հիմա նույնպես համատարած է, այսինքն գրողները ստեղծում են տեքստեր, թարգմանիչները թարգմանում են տեքստեր, որոնք անընթեռնելի են, միտքը աղավաղված է, միտքը չեն հաղորդում, որովհետև պահպանում են այդ նորմավորման սուտ պուրիստական կանոնները։ Ահա մի նախադասություն, ինչի ես չեմ կարում, թեյը պլանից ջոկեմ։ Հիմա տեսեք, եթե այս նախադասությունը մարդը որոշի լրջորեն գրավոր գրականով արտահայտել, պիտի գրի հետևյալ պարբերությունը։ Եթե դու չես ընդունում, որ ես կարող եմ թեյը բուսական թմրանյութից տարբերել, ուրեմն իմ արժանապատվությունը տրորում ես, ինձ ցածրացնում, ինչու եւ ես քեզ առայժմ կիսալուրջ, ագրեսիվ սպառնալիք եմ հաղորդում, հորդորելով, որպեսզի իսկույն ընդունես, որ ես իզորու եմ թեյը բուսական թմրանյութից տարբերել։ Մենք տեսնում ենք իսկույն ինչքան ավելի սեղմված է գրավոր գրականը, խոսակցականը եւ ինչ ի վերջո պատկերային, պատկերավորության հնարավորություններ ունի։ Այստեղ կանգ առնեմ, շնորհակալություն։ Շնորհակալություն, այս թեման երկրորդ փուլի հարցերի ժամանակ մի փոքր էլ կբացենք եւ այս շրջանի վերջին հարցերի խումբը լեզվի կոմիտեի նախագահին ուղղեմ, Սիրանուշ Տվոյանին, լեզվի կոմիտեն երբ տարիներ առաջ դեռ տեսչություններ, հիմնականում այդ տեսչություն բառը ասոցացվում էր պատժելու հետ, հսկելու հետ, եւ մեր բանախոսներից էլ նաեւ նշեցին
այդ վտանգը, որ բարբերաբար գլուխ է բարձրացնում, շատ վտանգի ընկալումը, որ մեզ պետք է պահպանել լեզուն, ինչ որ վտանգներից զերծ պահել։ Հիմա հետաքրքիր է արդեն լեզվի կոմիտեի կարգավիճակում ինչ խնդիրներ ունի կոմիտեն, պահպանման խնդիրն է առաջնահերթ, զարգացման խնդիրն է, եւ եթե հնարավոր է այդ առաջնահերթությունների հետ կապել նաեւ հրատապ անելիքների, որոնք ավելի շատ ուղղված են ինչ որ բանի պահպանմանը, փրկելուն, այսպես ասած, եւ զարգացման, որոնք արդեն ռազմավարական խնդիրներ են կոմիտեի համար։ Շատ շնորհակալ եմ հարցերի համար։ Ուրեմն այո, լեզվի կոմիտեն ստեղծվել է 1993 թվականին որպես լեզվի տեսչություն եւ հիմնական գործառույթը եղել է լեզվի հետ կապված, նախ հայերենը արձանագրվել է որպես պետական լեզու, օրենքն է ընդունվել, հետո սահմանադրությամբ է արձանագրվել եւ կարիք է զգացվել, որ լինի պետական գերատեսչություն, որը կզբաղվի լեզվական հարցերով լայն առումով։ Այս դեպքում հայերենի պարտադիր պահանջ լինելը, օրենսդրական պարտադիր պահանջ լինելը հետևելուն մի ուղղություններ եւ միևնույն ժամանակ մեր օրենքում 90-ական թվականներին գրված օրենքում ֆիքսված է գրական հայերենը որպես հաղորդակցման, հիմնական հաղորդակցման միջոց, բայց այս դեպքում պետք է հասկանալ, որ գրական հայերեն ասելով նկատի ենք առնում ավելի լայն շրջանակ, քան միայն գրավոր խոսքը։ Հիմա ավելի ուշ 2000-ական թվականներին վերափոխվել է իրավական տեսանկյունից փոխվել է կառույցը, դարձել է լեզվի կոմիտե եւ ըստ էության ինքը պիտի իրականացնի Հայաստանում, Հայաստանի Հանրապետությունում մշակի եւ նաեւ հետեւի իրականացնելու լեզվական պետական քաղաքականությունները։ Ցավոք սրտի կառույցը մինչև ամեն դեպքում անհամեստ թող չհնչի, իմ պաշտոնավարումը, երբ որ ես ստանձնել եմ, ինքը նեղացած, փոքրացած ծավալով շարունակել է իրականացնել տեսչական գործառույթներ, այսինքն վերահսկելու եւ օրենքի պահանջը պահելու մասով եւ ավելի քիչ զբաղվել քաղաքականություններ, լեզվի զարգացման քաղաքականություններ մշակելու ռազմավարական ուղղությունները տալու առումով։ Պարզ է, որ ինքը որպես ծրագիր իրականացնող կառույց չի կարող լինել, բայց ինքը պիտի այսպես ասած ուղեգծի են հիմնական քաղաքականությունները եւ ռազմավարությունները, որոնք անհրաժեշտ են համարվում Հայաստանի Հանրապետության պետական հանրային կյանքի համար։ Հիմա մենք ճիշտն ասած բավականին շատ աշխատել ենք այս ուղղությամբ, ինչքան հնարավոր է շատ համարել տարի ու կեսվա աշխատանքը, իմ պատկերացման բավականին, որովհետև ագին բան ենք արել այդ առումով, շատ շուտով մենք շրջանառության մեջ կդնենք լեզվական պետական քաղաքականության հայեցակարգը, որպես փաստաթուղթ արդեն կդրվի լայն քննարկման եւ ես պիտի խնդրեմ բոլոր ներկա գտնվողներին շատ ակտիվ լինել փաստաթղթի քննարկման ժամանակ, որտեղ այստեղ լեզվի ըմբռնումը փոխվում է մի քիչ, ոչ թե պետական լեզու հասկացության հետ է կապված, այլ այն ինչ որ մենք ընկալում ենք լեզու ասելով միայն որպես գրական լեզու։ Լեզուն, եթե մենք ընկալում ենք հայերենը եւ Հայաստանի Հանրապետությունում գործառվող մնացած լեզուները, այդ թվում ազգային փոքրամասնություններ, մենք ունենք իրենց լեզուների հարցը կամ մենք ունենք բարբառներ, մենք ունենք նաև Հայաստան տեղափոխվածներ, ներքին տեղահանվածներ կամ սփյուռքից ներգաղթյալներ, որոնք ունեն իրենց բարբառները տեղական, բացի արևմտահայերենից, մենք ունենք արևմտահայերենը դասական ուղղագրությամբ, արևելահայերենը ոչ դասական ուղղագրությամբ, այս տարբերակվածությունը ունենք եւ ի վերջո մենք ունենք կրթական համակարգում օտար լեզուներ եւ նաեւ գիտական ու մնացած հաղորդակցական մասում նույնպես օտար լեզուների գործածություն, որոնց հետ հայերենի հարաբերման հարցը շատ կարևոր ենք համարում։ Հիմա ամբողջ խնդիրը հայեցակարգի առանցքային կետը ասեմ, մնացած մանրամասները թողնելով հետագային, ամենակարևոր հարցը այն էր, որ հայերենը ինքը չի, գրական հայերենը միայն չի դիտարկվում հայեցակարգում, այլ հայերենը ինքը ավելի եւ լեզվական հարցը ավելի լայն հարց է դիտարկվում տարբեր լեզուների հետ հարաբերության մեջ եւ միևնույն ժամանակ հայերենը իր ներքին լեզուների հետ հարաբերության մեջ, ասացի արդեն բարբառներ, բայց շատ կարևոր եմ համարում նաև նկատի առնել, որ հայեցակարգում արձանագրել ենք նաև առօրյա խոսակցական ժողովրդական լեզվի մասը եւ նաև ժարգոնները, մենք չմոռանանք, որ ժարգոնները լեզվական
մեր սոցիալական կյանքի մասն են կազմում նախ այդ մշակութային ենթախմբերը եւ իրենց լեզուներն էլ բնականաբար շատ կարեւոր են իրենց հաղորդակցման գործընթացում այնպես որ հայեցակարգում այս հարցերը դրված են հիմա գալով առաջնահերթություններին որովհետեւ սա ընդհանուր մոտեցումներ առաջնահերթությունների առումով ուրեմն ցավոք սրտի պիտի խոստովանեմ որ երբ որ ես ինքս էլ շատ հաճախ օգտվում էի մինչև պաշտոնավարումը օգտվում էի համացանցից հայերենը որոնում էի հայերենով նյութ կամ հայերենով ընդհանրապես ինֆորմացիա կամ հայերենը տեխնոլոգիական աշխարհում գործածելու հարցի հետ էի առնչվում տեսնում էի որ հայերենը բավականին հետ ընկած է բառից հենց ուղիղ իմաստով հետ ընկած է ընդհանրապես զարգացման միտումներից բավականին աշխատանք կատարվել է ի վերջո վերջին տարիներին, բայց դրանք բավարար չեն այն իմաստով, որ հայերենը ինքը տեխնոլոգիականացման փուլ չի անցել։ Ես խնդրում եմ ուշադրություն դարձնենք այս հարցին, որովհետև ոնց որ լեզուները զարգանում են նաև ոչ մենակ սոցիալական կյանքի փոփոխությունների հետ, այլ նաև սոցիալական կյանքով մարդկային աշխարհում տեղի ունեցող զարգացումների process-ներին համահունչ։ Ասենք մենք, եթե կոպիտ ասեմ, դեռ չենք անցել գրատպությունից դեպի թվանշային աշխարհ։ Մենք մնացել ենք լեզվի մեր ընկալումներով եւ նաեւ լեզուն գործածելու մեր գործիքներով ու մեր մտածողությամբ նաեւ մեր կյանքին վերաբերվելու ոչ մենակ լեզվին վերաբերվելու առումով մենք դեռ մնացել ենք գրատպության փուլում երբ որ աշխարհին բացվեց մարդկային աշխարհը հա հարաբերությունները բացվեցին ընդլայնվեցին եւ այլն բայց ի վերջո դա տեղի ունենում մեքենայի դաջվածքի մակարդակում այսինքն խնդրում եմ այս տեխնոլոգիաներին ուշադրություն դարձնել գրատպությունը դա էր էլի մենք տիրաժավորում էինք տեքստը ոչ թե ձեռքով քերթելով ինչպես բառն ինքը արդեն ասում է թե ինչ ենք անում քարի վրա էինք փորագրում թե կաշվի վրա քերթում էինք այլ դաջվածքի միջոցով մենք բազմացնում էինք եւ նաեւ հասարակությունը դրանով բացվում էր զարգանում էր կրթվում էր ի վերջո մաչելի էր դառնում մարդկային միտքը բոլորին հասարակության լայն խավերին տեխնոլոգիական աշխարհում այլևս մենք սրա հետ գործ չունենք, այստեղ մենք գործ ենք ունենում ավելի շատ նշանային եւ թվագրված կոդավորված հատուկ ձևով կոդավորված աշխարհի հետ եւ ասենք հայերենը ցավոք սրտի մեծ հաշվով եւ մեր հասարակությունը մեծ հաշվով տեխնոլոգիական հասարակությանը բնորոշ զարգացման յուրահատկությունները չի յուրացրել ամբողջությամբ։ Ինձ համար որքան բան է տարօրինակ կարող է հնչել Գևորգի ներկայացրած, այսպես ասած, ոսկեղենիկ հայերենը, որը ոչ մի իմաստ չի արտահայտում, որտեղ Գևորգի թարգմանածը այդ նախադասությունը, որ դարձրել էր գրական հայերեն, դա իմաստ չէր արտահայտում։ Այնտեղ ամբողջ խնդիրներն էր, որ միտք չկար այդ նախադասության մեջ, թեև ինքը կազմված էր հայերենի բոլոր կանոնները հստակորեն, քերականորեն պահելով եւ մի կողմից սա եւ մյուս կողմից մենք ունենք մեր առօրյա խոսակցական լեզուն, որը ինքնին հասկանալի է, ինքը առօրյա հրատապության մեջ մշակված լեզու է եւ ինքը պիտի լինի շատ կարճ եւ այնքան նշանային, որ մենք անմիջապես հասկանանք, այնտեղ երկար բարակ քերականական կառուցվածք ունենալու կարիք չկա։ Բայց սրանց արանքում միջին լեզուն, որով մենք կարող ենք ի վերջո միտք ձևակերպել, մտածել որևէ լեզվով, այս լեզուները, դրանք մեկը չեն, երկուսը չեն, դրանք շատ կարող են լինել, այս լեզուների հարցում հայերենը բավականին խեղճանում է, սրան հետ կառնչվեք, եթե հատկապես որոշեք որևէ, այսպես ասած, տեխնոլոգիականացման կամ զարգացման ավելի մեծ փուլ, տենց լավ փուլ անցած լեզուների պարզ նախադասությունները, պարզ մտքերը թարգմանեք հայերեն։ Խնդրում եմ փորձեք ու դուք կտեսնեք, որ կամ չեք կարողանում գրական հայերենով շատ հաջող ձևակերպում գտնել, եթե պիտի գաք, ասենք, ավելի կենթանի, ինչպես ասացին, կամ ավելի մատչելի ձևակերպելու, ընկնում ենք կենցաղային լեզվի կամ ժարգոնների մեջ։ Ես ինքս կարծում եմ, որ ժարգոններին պետք է տեղ տալ, ասացի արդեն հայեցակարգի մակարդակում է դա արձանագրված, բայց գիտեք, չընկնենք մյուս ծայրահեղության մեջ խոսակցական կամ ոնց որ առօրյա լեզուն դարձնելու ամենակարևոր կամ այսպես ասած, ինչ ասեմ, օգտագործելի լեզուն։ Իմ պատկերացմամբ ինչու չի զարգացել եւ սրանով նաեւ հիմա գիտեք չեն զարգացել բազմաթիվ բաներ Հայաստանում
Գիտեք, մեր սոցիալական կյանքի, ես ամեն դեպքում դա կապում եմ մեր սոցիալական կյանքի պայմանների հետ։ Եթե սոցիալական կյանքը ինքը զարգանա բավարար չափով եւ այդ խմբերը, այդ կառույցները խմբերի հետ կապված, էլի ոչ թե խմբեր չենք ունեցել, խմբեր ունեցել ենք, բայց խմբերը, որոնք ինստիտուցիոնալ դառնան եւ կառույցները արդեն նաև կարողանան այդ լեզուները նորմավորված ներկայացնել, որովհետև միջին լեզուն էլ է նորմավորված լեզու։ Խնդրում եմ այստեղ ուշադրություն դարձնենք, միջին լեզուն հենց այնպես չի, սպոնտան չի, ինչպես առօրյա խոսակցական լեզուն է, որ ձևավորվում է, միջին լեզուն մշակվում է, շատ լրջորեն է մշակվում եւ ավելի բարդ է իր մշակելը, դրա համար անպայման ինստիտուցիաներ են, ինստիտուցիոնալ մոտեցում է պետք, ինստիտուցիաները եկեք տեխնիկական իմաստով նկատի չառնենք, որ մի կառույց ստեղծենք, վրան գրենք այսինչ ու այդ լեզուն կստեղծվի, ոչ, դա որոշակի կյանքի որոշակի հարաբերությունների պայմաններում կարող է ձևավորվել։ Տեխնոլոգիաները։ Ուրեմն լեզվի կոմիտեի երկու ծրագիր ունենք հիմա ընթացքի մեջ գտնվող, մեկը մեկնարկել է 24 թվականին հունիսին, անցյալ տարի այս մոտ ժամանակներում է մեկնարկել, մյուսը այս տարվա գարնանը մարտին ենք սկսել, երկուսն էլ կապված են հետ ընկած հայերենի տեխնոլոգիականացման փուլը, այսպես ասած, ծրագրային մակարդակով ընթացքի մեջ դնելու հետ։ Առաջինը հայերենի ստուգման գնահատման միասնական համակարգ ստեղծելուն է վերաբերում։ Ուրեմն աշխարհում բազմաթիվ լեզուներ, այդ թվում նաև հետխորհրդային հանրապետությունների բոլոր հանրապետություններում այդ լեզուները ունեն միասնական ստուգման եւ գնահատման համակարգ, բացի հայերենից։ Եվ այդ գործընթացը սկսել ենք անցյալ տարի։ Փորձեր եղել են, շատ են եղել, մի քանի փորձեր եղել են, բայց դրանք ի վերջո չեն ավարտվել այդ համակարգը ստեղծելով։ Չափորոշիչները մշակված են, մենք հեծանիվ չենք հայտնաբերել, ի վերջո բոլոր նման համակարգերը, ազգային համակարգերը, այսպես ասած, ստեղծվել են CFR-ի շրջանակում, եվրոպական լեզուների համընդհանուր ստանդարտացման բան է, այդ շրջանակն է, չափորոշիչները մշակվել են հայերենի յուրահատկությունները նկատի առնելով եւ այդ ստանդարտները միջազգային նկատի առնելով փորձագիտական եզրակացությունների փուլում են չափորոշիչները եւ պատրաստ լինելուն պես, ավարտվելուն պես դրանք արդեն կարող են հասանելի լինել մեր մշակած համակարգի ներսում։ Հույս ունենք, որ 27 թվականին արդեն կկարողանանք համակարգը հնարավորինս լայն կերպով ներդնելու, 26-ին կունենանք փորձնական պիլոտային ծրագրեր։ Եվ մյուս ծրագիրը, որը մեկնարկել ենք այս տարի մարտին, դա հայերենի թվանշայնացման չեմ ուզում ծրագրի անունը տալ, որտեղ ծրագիրը չէ այստեղ, անունը չի էական այստեղ, այլ պարզապես բովանդակություն է։ Դա հայերենը թվանշային աշխարհում ճանաչելի դարձնելու, օգտագործելու դարձնելու մի մեծ ծրագիր է, հնգամյա ծրագիր, որը մենք մշակել ենք գաղափարը, այսպես ասած, եւ իրականացնում է Երևանի պետական համալսարանը նպատակային ֆինանսավորմամբ, դա լեզվական պետական քաղաքականություն իրականացնելու շրջանակներում են, մեծ խումբ է աշխատում, 8-10 հոգանոց խումբ է աշխատում, հնգամյա ծրագիր է, բայց հեռանկարային առումով, որպեսզի վերածվի ինքը ենթակառուցվածքի։ Այսինքն, որպեսզի հայերենի տեխնոլոգիականացումը չընդմիջվի, հերթական անգամ մի խումբ հավաքվի, մի լավ գործանի եւ հետո ավարտվի, դրա համար պետք է ենթակառուցվածք ունենալ եւ ինստիտուցիոնալ առումով դա կարողանալ ապահովել։ Ինչ է նախատեսվում ծրագրով։ Շատ ներողություն, բայց քանի որ մի քիչ ուզում եի արձագանքել, հետո ինձ հարցեր քիչ կտակ։ Լավ, նախատեսվում է, պարզ բացատրեմ, հետո մնացածը թողնենք հարցերին։ Հիմա հայերենը որոնելի է թվանշային աշխարհում, դուք կարող մենք բոլորս գրում ենք սեղան, սեղան բառը բերում է թվանշային աշխարհում, բայց որքանով է ինքը նկարագրված որպես միավոր սեղանը եւ իր հետ կապված մնացած ամեն ինչ լեզվաբանական առումով
Դուք բոլորդ կարող եք փորձել ու տեսնել, մի հատ գրեք սեղան, հետո կողքին գրեք table ու կտեսնեք տարբերությունները, կարող եք ավելի փոքր լեզուների, ինչպիսին հայերենն է, այդ լեզուների համեմատությամբ լեզուների փնտրտուք անեք, ելի կտեսնեք ինչ վիճակում է հայերենը։ Ուրեմն նախատեսում եմ, որ մոտակա 5 տարվա ընթացքում մենք կկարողանանք տեն բավականին մեծ ծավալի աշխատանք կատարել եւ հայերենը որոնողական համակարգերում, թվանշային որոնողական համակարգերում զարգացած կլինի այնքան, որ կկարողանա կապվել մեծ տվյալների հետ ոչ թե որպես բառային մակարդակում շատ հում նյութ, այլ որպես մշակված լեզու։ Եկեք այսքանը, հետո մնացածը։ Շնորհակալություն։ Քանի որ ժամանակը քիչ է, ես ուզում եմ երկու բանախոսներին մեր հարց ուղղել, երկու հարց եւ վերջում մի փոքր ժամանակ կունենանք, մոտ 10 րոպե լսարանից հարցեր վերցնելու համար։ Հասմիկ Ջիվանյանն եմ ուզում հարց ուղղեմ, ձեր խոսքում խոսեցիք կաղապարների մասին։ Կաղապար ու կարծես թե իմաստներ, որ կաղապարները լավ բան չեն։ Մի օրինակ բերեմ ու դրանով փորձենք արձագանքել, երբ որ օրինակ աշխատում եմ ուսանողների հետ եւ հիմա այլ աշակերտների հետ, տեսնում եմ, որ այդ կաղապարների բացակայությունը խանգարում է նրանց մտածել եւ նաեւ իրենց հույզերն էլ չեն կարողանում հասկանալ, թե ինչ գիտեն, ինչ չգիտեն։ Երբ որ խոսում են խոսակցական հայրենով, հախուռն բնական լեզվով, որտեղ չկան այդ կանոնները եւ նաեւ գրում են հաճախ այդպես, տեսնում ենք, որ այդ կաղապարների բացակայությունը հենց վնասում է միտքը ձևակերպելուն եւ ընդհանրապես մտածելուն։ Չգիտեմ, կաղապարը այդ իմաստով է կիրառում, բայց իմ փորձը ցույց է տալիս, որ երբ որ փորձում ես կաղապարների մեջ դնել, թվում է վատ բան ես անում, բայց օգնում ես։ Ճիշտն ասած չեմ էլ հիշում ինչ իմաստով եմ կիրառել, երբ բացասական իմաստով կիրառած կլինեմ, բայց հիմա փորձեմ դրական կողմից նայեմ։ Ձեր ասած արգումենտը շատ ընդունելի է, իմ մաշկի վրա զգացել եմ, երբ որ ես ապրում էի օտար հասարակությունում եւ շփվում էի օտար լեզվում, իմ մաշկի վրա զգում էի, որ ես օտար լեզվին շատ լավ տիրապետելով ինձ ինչքան են պակասում կաղապարները, որոնք պատրաստի շորտքաթեր են, որ ես իմ միտքը, որը ոչ թե այդ պահին պրոդուկտիվ ստեղծեմ, մտածեմ, այլ պատրաստի արագ արտահայտեմ, այդ կաղապարների պակասը ինտեգրացման առաջին փուլում ինչքան է խանգարում, այդ առումով կաղապարներ բոլորիս պետք են, լեյբլներ ու պիտակներ բոլորիս պետք են, որովհետև իրանք կոնդենսացված, մտքային, արդեն ճանապարհ անցած հանգուցակետն են արտահայտում, բոլորը կարիք ունեն շորտքաթերի։ Եվ բայց ստեղել հենց իրանց վտանգն է, այսինքն երկակի նշանակություն ունի, ուտի միշտ զգոն լինենք, հիշենք իրանց երկու դեմքը։ Մեկը որ օգնում է օպտիմալացնում է երկար ասելիքը ավելի օպտիմալ է անում կոնդենսացնում խտացնում եւ մեզ է օգնում ավելի արագ ու հեշտ արտահայտել եւ դիմացինի մենտալ կոգնիտիվ էներգիան է խնայում ի վերջո ինչը շատ կարեւոր է հաղորդակցության մեջ եւ հակառակը ի վերջո ինքը նաեւ սահմանափակում է որովհետեւ կարծրացնում է իր հետ ասոցիացիաներ եւ այն ժամանակ երբ որ դու կարիք ունես ստեղծել եւ նոր շերտերի մասին խոսել այդտեղ արդեն կաղապարներից ազատես այսինքն իրանք անխոսափելի են եւ միշտ կլինեն մենք որպես անհատ եւ հասարակություն պիտի ուղղակի միշտ պահենք այդ զգոնությունը հիշելով դրա երկակիությունը Այս մի օրինակ էլ ես բերեմ, հա, եթե ժամանակ ունենք, հիմա էլ բացասական կողմից, հենց այսօր հնչեց մի հարց, շատ արծարծված, շատ կլասիկ հարց, գիտության կոմիտեի ներողված, որը խրախուսում է անգլերեն տպագրությունները եւ գիտնականների ուսումնասիրությունների միջազգայնացումը, որը բնականաբար միջազգային lingua franca-ով պիտի լինի, անգլերենով պիտի լինի եւ որի վտանգն է, բոլորս հասկանում ենք, գիտության անգլիֆիկացումը versus հայաֆիկացման եւ հայերենը որպես գիտական լեզու կորելու է, այս մասին հարց եղավ։ Այս տիպի հարցերը հիմնականում ձևակերպվում են այս կաղապարով, այս բանաձևով, հայերեն թե անգլերեն։ Այս թեն արդեն որպես մատտրամաբանական շախկապ, հա, disjunction, ինքը արդեն որպես կաղապար, ինքը արդեն գալիս է պատրաստի բանաձև մեզ դնում է ինչ-որ սահմանների մեջ, որ մենք մտածենք x թե y։ Այսինքն մենք շատ հաճախ սա չենք նկատում, որտեղ թեն բացահայտ դրա մասին չէ, բայց թեն մեր մտքին ստիպում է մտածել x թե y, այսինքն մեզ դնում է ընտրության առջև, սա կաղապար է ի վերջո, որը բարի նշանակության հետ է կապված, բայց անընդհատ որպես խոսող ու մտածող լեզուն մտքի համար օգտագործող անընդհատ թափ տանք այդ կաղապարները, որտեղ կաղապարները փոշի հավաքելու խասյատ ունեն
ու այդ հարցը եթե ձևակերպում ես հիմա անգլերենով թե հայերենով, ավտոմատ պատասխանների դաշտն էլ սպասելի է, մեկը կասի անգլերեն, մեկը կասի հայերեն, մեկը շատ հիերարխիա դնի, մի քիչ հայերեն, մի քիչ անգլերեն, եւ շատ դժվար է այնքան թափ տալ այդ գաղափարը, որ ասել, բայց մի րոպե հարցը ընտրության մասին չէ, եւ հարցը չափազանց բարդ է, որպեսզի պատասխանն էլ հեշտ լինի եւ արդյունքում եւ անգլերեն եւ հայերեն, այնտեղ արի ու գնա մտածի թե ոնց է տանես, դա ուրիշ հարց է։ Ուրեմն գաղափարների հետ կապված, այո, երկկողմանի վտանգավոր եւ օգտակար լեզվական մտածողական բանաձևեր են։ Շնորհակալություն եւ վերջին հարցը ուզում եմ Գևորգին ուղղել, էլի գալով խոսակցական հայրենին եւ գրականության հետ դրա առնչությանը, օրինակ եթե վերցնենք սերիալները, հայկական սերիալները եւ հատկապես քրեական սերիալները, երևի թե բոլորս կամ մեծամասնությունը դժգոհում են, որ այդ քրեական խոսվածքը գալիս են սերիալներ եւ դա մատուցվում է մեզ, գրականության դեպքում կարծես թե չենք դժգոհում կամ չգիտենք դժգոհ ենք թե չէ։ Ինչն է վտանգը, որ երբ որ դու բերում ես այդ լեզուն, նաև լեգիտիմացնում ես, վտանգ կա, որ լեգիտիմացնում ես այդ լեզվին առնչվող նորմերը, կանոնները եւ այլն, արժեքները։ Այ գրականության դեպքում կա այդ վտանգը ու էլի ինչ պիտի անել։ Հա, շնորհակալություն, այո, ասենք հենց տարիներ առաջ լեզվի կոմիտեն մի ֆիլմի վերլուծություններ արել լեզվի մուլտի, Անահիտ մուլտը կարծեմ Թումանյանի հեքիաթի հիման վրա, ես դրան պատասխան էի գրել, որովհետև նրանց վերլուծությունը վերաբերում էր զուտ խոսակցական տարերի օգտագործմանը, ներառյալ ռուսերեն ինչ-որ բառեր, հասկացություններ, եւ ինչպես նկատեցիք, ես իմ խոսքում այդ լեզուների իրար խառնելու մասին ընդհանրապես բան չասեցի, որովհետև դա շատ բան է, հա, ածանցային խնդիր է այս ամբողջ խնդրի մեջ։ Եվ ես պատասխանել էի, որ մարդիկ պարզապես որոշել են խոսակցական լեզվով արտահայտել, որպեսզի ավելի կենդանի լինի, երեխաներին ավելի հասու։ Խոսքը խնդիրը այն չէ, թե հասկանում եք, հենց որ դու դա արտահայտեցիր գրավոր գրական լեզվի նորմերի համաձայն, իր մեջ արհեստականություն է մտնելու։ Ուրեմն խնդիրը այն չէ, որ խոսակցականով չլինի, այլ այն է, թե գրեհկության ինչ աստիճան է եւ ընդհանրապես ինչ մեսեջ է պարունակում։ Ինչու է խոսակցականը կարևոր։ Նախ դա նույնպես նորմավորված լեզու է, պարզապես իր նորմերը ավելի օբյեկտիվ բնույթ ունեն, մարդկանց կողմից չեն որոշվել, որ սա ճիշտ է, սա սխալ, հա։ Օրինակը բերեմ, ասենք, ասում ես, երբ որ գաս չմոռանաս ինձ բարևել, մեր սրբագրիչները այդ որից առաջ ստորակետ են դնում, որովհետև այդ կարծր կաղապարը, որ ստորակետը պիտի լինի որից առաջ, այստեղ էլ են գործածում, հա, ու բազումը, այդ վիճակը, այդ այսպես, հա, խառնաշփոթը բազում է։ Իսկ խոսակցականի կարևորությունը գրավոր գեղարվեստական լեզվի մեջ նրա պատկերավորությունն է, ոչ միայն սեղմվածությունը, այլև պատկերավորությունը, այդ սեղմվածության մեջ կա հավելյալ պատկերավորություն։ Այս ինչ ձևի մարդիկ են տո, ուսուցիչները քնած էին, քնած անջո, անջատված բառի փոխարեն, հա, վերջերս խելքը տվել էր հարցնացուներին։ Եվ այլն, այսինքն ես բազում այդպիսի օրինակներ եմ հավաքում, երբ խոսակցականով արտահայտվում է այն գեղարվեստական լեզվի մեջ, որը այլ կերպ չէր կարող արտահայտվել, այսինքն դա եւ ավելի քիչ բան է, երեսպաշտ է եւ այնպիսի մեսեջներ է տալիս, որը այլ կերպ անհնար է արտահայտել։ Ինձ թվում է խոսակցականի արժեքը դրանում է, բայց անդրադառնալով վերջին, այն ամենաառաջին հարցին, չեմ անվանի դա միջին լեզու, որտեվ ինչ-որ իմ համար այդ միջին հայերենի հետ ասոցիացիաներ են առաջանում, թեև կան այդ ասոցիացիաները, բայց այդ ագուցման, այդ ամալգամայի վերջնական լուծումները չկան ու ինձ չի թվում, որ դրանք նորմավորման ենթակա են։ Ամեն հեղինակ իր համար է դա փնտրում գտնում է կամ չի գտնում,
Եվ շատ հետաքրքիր կլինի վերլուծել, թե որ հեղինակը ինչ ձևի է այդ ակցիանից դուրս գալիս, որ իր գեղարվեստական տեքստում գործող անձանց խոսքը կամ հենց իր հեղինակային խոսքը հնչի բնական արտահայտի գոյություն ունեցող աշխարհը, արտահայտի միտք եւ չլինի արհեստական ու երեսպաշտ ու չշեղի ընթերցողի հասկացությունները, մտածողությունը եւ այլն դեպի այն աշխարհը, որը գոյություն ունի եւ խեղաթյուրում է իրականությունը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Մենք քանի որ մի փոքր ուշ սկսեցինք, 3-ից էլ մի քիչ երկար կարող ենք մնալ, մոտ 3-ան մի 10 րոպե ժամանակ էլ օգտագործենք եւ լսարանից հարցեր վերցնենք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Լեզվի իմացության մոնետիզացիան ինչպես եք դուք պատկերացնում հիմա եւ հատկապես հենց հայոց լեզվի իմացության մոնետիզացիան, այսինքն ինչն է նյութական ֆինանսական օգուտը հայոց լեզուն, հենց հատկապես հայոց լեզուն լավ իմանալու։ Ինչ եմ ես ասում, որովհետեւ հիմա շատ կան մասնագետներ, մասնագիտություններ, որտեղ հայոց լեզվի իմացությունը ընդհանրապես չի կարևորվում։ Իմ մասնագիտության մեջ ես շատ հաճախ տեսնում եմ օրինակ տեքստ իմ դատավարական հակառակորդների գրած միջնորդություն, բողոք, որտեղ ուղղագրություն չկա, կետադրություն չկա, ես ինքս շատ բծախնդիր եմ հայոց լեզվի պահպանման եւ սիրելու հանդեպ էլի, բայց դրանց իրավաբանական արժեքը ըստ էության, հա, չի վնասվում, իհարկե շատ քիչ բացառություններով, որ հա, իմաստը ճիշտ չի արտահայտվում, չի վնասվում ի տարբերություն իմ գրածի, երբ ես շատ տենց բծախնդիր հետևում եմ գետադրությանը, ուղղագրությանը եւ այլն, ել չեմ խոսում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մասին, չեմ խոսում բժշկության ոլորտի մասին, որոնք եկամտաբեր, շահութաբեր են, հա, ունդեղ հա գրականությունն է մեծամասամբ ռուսերեն, ՏՏ ոլորտում ընդհանրապես անգլերեն, հիմա իսկապես իմ այս հարցը սրտացավ խնդրում եմ ընկալել, ինչն է օգուտը հայոց լեզուն լավ իմանալու։ Հայոց լեզվի հետ արտար լեզուներ շատ լավ իմանալու օգուտը գիտեմ։ Թարգմանիչները հիմա բավականին շատ փող են աշխատում, թե բանավոր, հա, համաժամանակյա, հետժամանակյա թարգմանիչները, լավ թարգմանիչները, թե գրավոր թարգմանիչները, ուղիղ հարցով ինչու սովորել լավ հայերեն։ Ես լավ եմ սովորել, ես ուրախ եմ դրա համար։ Հիմա ինչու լավ սովորել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն հարցի համար, շատ լավ հարց է։ Որպես մարտարավեր նկատի ունեմ լավ հարց է։ Եկեք ես հարցը մի քիչ վերաձևակերպած փորձեմ պատասխանել, խոսքը հայերենի տնտեսականացման տանենք, ոչ թե հենց մոնետիզացիային ուղիղ իմաստով։ Ես իմ խոսքում ասացի, որ հայերենը հետ է ընկած նաև այն պատճառով, որ ինքը չի դարձել այնքան մշակված ու զարգացված լեզու սոցիալական խավերի համար եւ խավերը նշագծող լեզու չի դարձել։ Հիմա այդ առումով կարող ենք ասել սոցիալական խավերը էլ այդքան չունենք զարգացած, որ մի հատ էլ կարողանանք մտածել իրենք էլ պետք է իրեն զարգացած լեզուներն ունեին, դրա համար հավի ձվի պատմությունը չսարքենք, թե որն է որը պայմանավորում ի վերջո։ Բայց ինչն է այստեղ խնդիրը։ Տեսեք, Գևորգ այդ հարցը դրեց, որ ոնց որ գրողի համար մարտարավեր է, թե ինքը իր հերոսներին ինչ լեզվով կխոսեցնի, ինչքան բնական կհնչի մեր համար այդ լեզուն, անկախ նրանից գրական է ձևակերպված, գրական հայերենի կանոններն է պահած, թե մեջը նաև խոսակցական կամ բարբառային բառեր կան։ Շատ լավ գրողները կարողանում են այդ տեխնիկաները գտնել եւ նենց են գրում, որ քեզ թվում է բարբառով է խոսում հերոսը, բայց նայում ես, տեսնում ես ոչ մի բարբառ չկա այնտեղ, բարբառային բառեր կան, բայց կառուցվածքն ինքը գրական լեզվին բնորոշ կառուցվածք է։ Հիմա մասնագիտությունները եւ մասնագիտական խմբերը, համայնքները չունեն այս հարցը, որ իրենք ստեղծեն կենթանի գործող եւ աշխատող այնպիսի լեզու, որը չլինի ձեր նշած լավ սովորած հայերենը կամ ավելի գրեհի կամ առօրյա կամ փողոցային կամ չգիտեմ մնացած բարբառներ օգտագործելով համուհոտ տալու տարբերակը։ Ինձ թվում է այս նաև մասնագիտական համայնքների համար լուրջ մարտարավեր է, որովհետև վերադառնալով մի ձևակերպման, որը Տիկին Ջիվանյանը ամենասկզբում ասեց, որ հարցը այն չի, որ հայերեն մտածենք, ես այդ հարցը կվերաձևակերպեի հայերենով մտածել,
որովհետև հայերենը ոչ մի բանով պակաս լեզու չի, կարելի է ամեն ինչ մտածել եւ կարելի է այնպիսի միտք ստեղծել հայերենով, որը միջազգայինորեն մրցունակ է։ Այս հարցը ինչու չենք մտածում հակառակ կողմից, անընդհատ մտածում ենք, որ անգլերենով տպվենք, վայ հայերեն գիտությունը կմեռնի, ճիշտ է, որ հայերենով գրենք հայերեն գիտությունը կծաղկի, մեծ հարց է, հարցական է իմ համար, էլի, որ հայերենով գրեցինք, ինչ որ հայերենով գրում ենք, դա նշանակում է, որ հայոց գիտություն հայերենով գիտությունը ծաղկեց, ինչու մարտարավեր այնտեղ չի, որ հայերենով մտածենք, բայց հայերենով մտածենք այնպես, որ լինենք աշխարհից հետ չընկած, գոնե շատ։ Այն չափով, ինչ չափով, որ ես ասեցի, բերելով հետսովետական երկրների օրինակը, թե որտեղ են գտնվում մենք հայերենի ստուգման գնահատման միասնական համակարգ ունենալու առումով։ Եթե այս տեսանկյունից նայենք, ես չեմ կարծում, որ նյութական մասը կուշանա աջակցելու այս ամբողջին։ Ուզում եք արձագանքեք։ Սիրանուշի ասած, իսկապես շատ լավ հարց է եւ ես շատ չեմ առնչվել այս հարցի հետ, մի քիչ նոր եմ հիմա մտածում։ Մտքերս գնում էին մոտավորապես այն ուղղությամբ, ինչ Սիրանուշի վերջո ասեց, այսինքն լրիվ ընդունելով ձեր հարցի մոնետիզացիա իսկապես վալիդ մտածողություն է, չեմ ուզում նյութապաշտական անվանել եւ թերադասել, իսկապես ճիշտ մտածողություն է, բայց պատասխանը փաստորեն ի վերջո երևի Սիրանուշի ասածն էլ այդպես կարելի ամփոփել, այս դեպքում մոնետիզացիայի լայն առումով ոչ թե նեղ իմաստով ինչ դուք նկատնեք, փաստորեն դուրս է գալիս, որ մոնետիզացիան արժեքաստեղծման մասին է։ Ես ուզում եմ ասեի շկոլա ստեղծման մասին է, որովհետև միայն իսկապես լավ լեզու եւ միտք ունենալու շնորհիվ կարող ես լինել ոչ միայն լավ մասնագետ եւ քո փող աշխատել, այլ շկոլա ստեղծել։ Այդ շկոլան պատկերացրած երևի Սիրանուշը ավելի շատ տանում էր արժեքաստեղծման։ Եթե sense կարճ ամփոփեմ, ինձ թվում է մոնետիզացիան ստեղ գալիս է հանգում է արժեքաստեղծման։ Փաստաբանները, դատավորները, բոլորը համաձայնության են եկել այն հարցի շուրջ, որ եկեք անտեսենք լեզվական թերացումները, բոլորիս այսպես հարմար է։ Ստորակետը ճիշտ տեղում դրված կլինի, նախադասության մեջ քերականական եւ այլ բնույթի սխալներ կլինեն, չեն լինի, եկեք անտեսենք, բոլորի շահերից է բխում, որ իրար հետ ավելի արագ լեզու գտնենք։ Հիմա հարցն է այդ կոնսենսուսը ինչու պետք է խախտեն։ Պետք է ինչ-որ շահ ունենան, որ խախտեն, որովհետեւ այդպես հեշտ է։ Իրավաբանական լեզուն անկախ Հայաստանի պայմաններում ամենազարգացած ասպարեզներից մեկն է։ Համարյա ամբողջ ռուսերեն է եղել խորհրդային ժամանակաշրջանում եւ Հայաստանի անկախացումից հետո լեզվի կառավարումը շատ թուլացավ, ինչի պատճառով այդ անջրպետը խորացավ, խոսակցականի եւ գրավոր գրականի նորմավորված լեզուների միջև։ Մյուս կողմից մի քանի ճյուղ հսկայական զարգացում ապրեցին, մեկը իրավական լեզուն է, մյուսը օրինակ միտինգների լեզուն, ռետորաբանությունը, որը պարզապես հանրային լեզուն բացակայում էր։ Հիմա մենք տեսնում ենք ուրիշ լեզվի առաջացում, որը իր ձևով է այդ ամալգաման անում, Facebook-յան լեզուն, այն խնդիրը, որի մասին մենք խոսում ենք գեղարվեստական գրողները ինչպես պիտի անեն, ու ես այդքան էլ համաձայն չեմ, որ շատ հաջող են անում, բայց Facebook-յան լեզուն մեկ այլ էքսպերիմենտ է, ինքնից ինքյան զարգացող խոսակցականի եւ գրավորի գրականի ամալգամայի հատուկ ձևերով, հա։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, եթե ունենք կարճ մի հարց, խնդրեմ, վերջին հարցը եւ կխնդրեմ կարճ ձևակերպել, որ հասցնենք։ Բարև ձեզ, Ավետիս Ափոշյան, Հայ բանասիրության ֆակուլտետ, կփորձեմ կարճ, բայց ճիշտն ասած 1-2 բան արձանագրած էի բանախոսներից, ուրեմն Փասմիկին կուզեմ այսպես արձագանքել, եթե կարելի է։ Նախ, որ սկիզբը սահմանում տվիք, ես համաձայն եմ, այսինքն լեզվաբանություն եւ հայ բանասիրություն պետք է մենք սահմանումներ տանք, որտեվ լայն հասարակության մեջ միշտ չէ, որ դրանք հասկանալի են եւ մարդիկ գիտեն եւ շատեր նույնը կկարծեն, բայց ինչպես նշեցիք, լեզվաբանությունը շատ ավելի լայն, նույնիսկ նյարդալեզվաբանությունը, որ հիմա շատ է զարգանում, ուղեղի աշխատանքը, լեզու եւ այլն այս խնդիրներով։ Երկրորդ կետը, որ կուզեի դուք վերնակրի հետ կապված նշում արեցիք, այնտեղ ես ուզում եմ չհամաձայնվել ձեզ հետ եւ նշել հետեւյալը, ուրեմն ճիշտ է, ես կազմակերպիչը չեմ, բայց ես թույլ եմ տալիս մեկնաբանել դա, ուրեմն ինչ նկատի ունեն, ուրեմն հայերեն մտածել, խոսքը լեզվամտածողության մասին է եւ իմ ուսումնասիրությունների հիմնան վրա ես կխոսեմ, այսինքն զուգահատական հայերենում, երբ որ ռուսերենի աստեցություն կա արևելահայերենում եւ անգլերենի աստեցություն կա արևմտահայերենում եւ նոր սերունդի կենթանի խոսքի մեջ մենք տեսնում ենք գաղափարներ, որոնք հայերենով գրված են, բայց հայերեն
չեն կարելի ասել, այսինքն օտար լեզվից թարգմանված եւ գրված են։ Հիմա խոսքը դրա մասին է, դա իմ մեկնաբանությունն է, այսինքն մտածել հայերենով, ունենալ հայերեն լեզվա մտածողություն։ Եվ ես չեմ կարծում դա անպայման ազգայնական հիմքերի է տանում, նշեցիք, որ կա այդ թեմաները լեզվաբանության մեջ հիմա աշխարհում, որովհետև ինչ եմ ասում, մարդաբանական լեզվաբանության մեջ անթրոպոլոգիան, որ ուսումնասիրում է, այնտեղ կան փոքր խմբեր, որտեղ նույնիսկ պետություն չունեն, օրինակ, հա, բայց իրենք այդ իրենց լեզուներով խոսում եւ մտածողություն, մշակույթ են արտադրում, ինչքան էլ այո, որ դժվար է թարգմանությունները նոր ոլորտներից հայերեն, բայց IT մենք փայլուն հիմա ունենք IT ուրեմն ընկերությունները Հայաստանում, որ այնուամենայնիվ լավ ձևով արտահայտում են, տեքստեր են անում, իրենց վեբսայթներն են ուրեմն հայերենով եւ այնուամենայնիվ ես չէի ասի, որ այդքան էլ յետ մնացած է հայերենը։ Շնորհակալություն։ Ձեր հակադարձումը ես շատ լավ հասկանում եմ, բացարձակ առումով չեմ մերժում, բայց всё-таки ամեն դեպքում ավելի շատ կարծում եմ, որ որպես տեսական կոգնիտիվ լեզվաբան ավելի շատ կարիք կա մեր հասարակությունում լրացնել այս տարածված դոմինանտ մտածողությունները հակառակ ուղղությամբ, ոչ թե որտեղ ձեր ասածը լրիվ սխալ է, այլ որովհետև ինքը գրավում է ամբողջ այդ ճշմարտության տարածքը եւ շատ ավելի ուռճացվում է։ Ու էլի այստեղ գալիս ենք լեզվի պահպանության, լեզվի մաքրության հարցին, լեզվի մաքրություն ասվածը ավելի կեղծ հարց է, քան իրական, կամ ամեն դեպքում ավելի քիչ է ծառայում այն այժմին, որին կոչված է ծառայել, որպես տեսական լեզվաբանները շատ քիչ են անհանգստանում այս հարցով, որ մի լեզվի ազդեցությունը մյուսի վրա վտանգելու է լեզվի գոյությունը։ Սա գրեթե հիմնավորում չունեցող է գիտական տեսական լեզվաբանության առումով։ Լեզուն ի վերջո բառեր չեն։ Այդ դուք խոսում եք բառերի մասին կամ խոսում եք ինչ-որ լոկալ կաղապարների մասին, լեզուն առաջին հերթին բառեր չեն, այն ինչը լեզուն դարձնում է լեզու եւ կոնստանտ լեզվիությունն է բնութագրում, դա առաջին հերթին սինտաքսն է, շարասություն, շարադասություն, այսինքն այն ալգորիթմիկան, որը որոշում է թե որ բառը որի հետ, մի խոսքով լավ գիտենք այդ ինչ է, եւ լեքսիկան, բառամթերքը նույնիսկ երկրորդ տեղում չի լինի սինտաքսից հետո, ես երևի կասեմ ֆոնոլոգիկ այդ ակուստիկ հատկանիշը լեզվի այդ առումով գլոկայա կուզդրա իսպադրիլը բադրոնկան ինչ լեզվից էլ ալմոլորակային լինին բառերը ռուսերեն է այդ նախադասությունը։ Մենք կարիք ունենք մտածելու մեր լեզվի դիպուկության, հստակության, մտքի ճիշտ արտահայտման մասին, իսկ օտար բառերի ընտրելը պետք է լինի հիմնավորված, որպեսզի ճիշտ չափը պահենք, իսկ կաղապարների հարցում ես շատ ավելի լիբերալ եմ, որովհետև եթե օրինակով փորձեմ, ամենաշատ հնչող ինձ թվում է ինձ խանգարող օրինակը, որ ռուսաբանության անվան տակ մեժում քննադատում են, օրինակ, երբ որ գոյականից հետո դա ենք ասում, ասենք գլոբալ տաքացումը դա այն երևույթն է Երիք եղավելի, դան եթե մենք մասայաբար ասում ենք, նշանակում է մենք կարիք ունենք այդպես ֆոկալիզատորների, որոնք աշխարհի բոլոր լեզուներում գոյություն ունեն, եւ ես որ այդ երևույթը ուսումնասիրում եի այլ լեզուներում ու փորձում եի հայերենում ուսումնասիրել, ես չէի կարող ուսումնասիրել, որովհետեւ պարզվեց իմ լեզուն չկան այդպիսի clefting կոնստրուկցիաներ, ֆոկալիզատորներ, որովհետեւ լեզու ասված այդ գրավոր լեզուն ուղղակի նախընտրում է շատ ավելի դժվար սինտաքսով դա արտահայտել, իսկ բնական առօրյա լեզում մենք կարիք ունենք մեր խոսքում միշտ ցույց տալ, որն է առաջնային, որը երկրորդային եւ ել չեմ ասում լիքը էմոցիոնալ բաներ դներ, որոնք այո, քանի որ գրական լեզուն մեզ չի տրամադրում, բա պիտի վերցնենք, բա իհարկե պիտի վերցնենք, քանի որ լեզուն by default a priori պիտի շփվի այլ լեզուների հետ։ Այնպես որ դա եթե կա, ուրեմն դա մեր կոգնիտիվ համակարգին հարիր է եւ ի վերջո եթե մեր լեզուն դա ընդունել է, ուրեմն իր մեխանիզմներին հարիր է։ Ես ուզում եմ բարձրաբանել կամ լավ չկարողացա ներկայացնել, խոսքը նրա մասին չի, որ Հայաստանում եւ ընդհանրապես հայերենով IT ընկերություններ չկան, որոնք իրենց վեբսայթերը լավ հայերենով են ներկայացնում։ Հայաստանում եւ հայերենով բազմաթիվ լավ կայքեր կան եւ տենց գրագետ ներկայացված հայերենով կայքեր են։ Խոսքը դրա մասին չի։ Այլ հայերենը որքանով է նշագրված որպես թվային աշխարհում կենսունակ եւ գործուն լեզու, սա բացարձակապես ուրիշ բան է։ Թե չէ այդպես լեզվի կոմիտեի կայքն էլ է բավականին լավ հայերենով, բավականին ներկայանալի ներկայացված կայք։ Եվ մեր բոլոր կայքերը ի վերջո հայերենով։ Շատ փոքրիկ մի բան է ուզում ասել, ուղղակի շատ իրոք ժամանակը սեղմ է, դրա համար ես ասենք խոսեցի խոսակցականի եւ գեղարվեստականի մի խնդրի վերաբերյալ, բայց այնքան մեծ է այս լեզվի պատմության հարցը, հա, լեզվի հարցը, այդ ժարգոնները, մասնագիտական լեզուները եւ այլն, որ ամեն մեկը իր մոտեցման կարիք ունի եւ ասենք ռուսերեն
ճակերտավոր լեզվամտածողության ընդգրկումը նույնպես առանձին ուսումնասիրման առարկա է, ինչքանով է նպատակահարմար, ինչքանով ոչ։ Իմ դիտարկումներով կան դեպքեր, որոնք լրիվ համապատասխանում են իրար հայերեն ու ռուսերեն լեզվամտածողությունը եւ կան դեպքեր, որ այո, ռուսերենը շեղում է։ Եվ մի բերած օրինակը Հասմիկի դա, ես այդպիսի, չգիտեմ, 300 օրինակ ունեմ կուտակած, թե ինչ է տեղի ունենում այդ երկու լեզուների ընդհարումից, հա։ Ասում եմ, բանը դե դու տալիս ես հայկական դուբլյաժներից սովետական ժամանակների, նոտի դայոր։ Շնորհակալություն, հարգելի բանախոսներ, այս սուղ ժամանակի պայմաններում, որ կարողացաք այսքան հետաքրքիր խոսել, իսկապես գնահատելի է, շնորհակալություն եւ մեր մասնակիցներն էլ շնորհակալություն։